Ղազախստանի մայրաքաղաքը 2 օրով վերածվել է համաշխարհային դիվանագիտության կենտրոնի։ Սիրիական զինված ընդդիմության ու Սիրիայի կառավարության միջև ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան է Միացյալ Նահանգները դիտորդի կարգավիճակում եւ Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռյակը Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխավորների կարգավիճակում։ Փորձագետների համոզմամբ բանակցային այս փուլն ուղղված է ոչ այնքան սիրիական քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն, որքան երաշխավոր երկրների պիտանելիությունը ստուգելուն։ Եթե բանակցություններն այսօր էլ արդյունք չտան, եռյակի ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ կնվազի։ Հանդիպումները վերսկսվել են, շարունակում ենք աշխատանքը։ Հուսով եմ օրվա երկրորդ կեսին ավելի շատ բան կունենամ ասելու։ Առավոտյան կայացել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ մեխանիզմներ ստեղծել։ Սպասվում է, որ կողմերը կներկայացնեն համաձայնագրի վերջնական տարբերակը, բայց սիրիական ընդդիմությունն արդեն հիմա հայտարարում է, որ կառավարության ու երաշխավորների մշակած փաստաթուղթը չեն ընդունելու եւ Աստանա են եկել իրենց առաջարկով։ Հիմնական շեշտադրումներն ուղղված են Սիրիայում բռնության դադարեցմանը, հրաշալի կլինի, եթե մեզ հաջողվի բռնության դադարեցման հստակ մեխանիզմ մշակել։ Դրա համար ենք այսօր այստեղ հավաքվել։ Աստանայի բանակցություններն անփոփոխ հայտարարություն են, նույնիսկ բացասական արդյունքի դեպքում պետք է ամրագրի այս փուլի մասնակիցների ներկայությունը նաև փետրվարի 8-ին Ժնևում կայանալիք բանակցություններին։ Մինչև այդ Rixos President Աստանա հյուրանոցի միջանցքներում ֆոտոսեսիա է։ Առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները սելֆիներ են անում նախորդ օրը ծեծկրտուկ կազմակերպած 2 արաբ լրագրողների հետ։ Այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն ըստ լրագրողների կարող է օրինակ դառնալ դիվանագետների համար։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։